որովհետև ես սպասում էի, որ գոնե մայիս ամսին փողոցային պայքար կլինի, ակցիաներ կլինեն, ակտիվ ինչ-որ գործողություններ կլինեն, ինչ-որ բաներ կլինեն, քայլեր, որոնք մարդկանց կհանեն փողոց եւ այդ փողոցի ակտիվացումը նաեւ կազդի այն չկողմնորոշված զանգվածի վրա, որը ասում է ես Նիկոլ չեմ ընտրելու, բայց դե չգիտի ում է ընտրելու, չի կողմնորոշվել, վստահ չի, որ ճիշտ է այս ուժին ընտրել է։ Ինչի ակցիաներ, փողոցային պայքար, այսպիսի ղժղժոց, էմոցիաներ, այսպիսի էպատаж չեք առաջացնում։ Հնարավոր չի։ Թե դա մտածված եք անում այդ։ Դուք մեկ բանում եք ճիշտ, որ իրենցը դա տեխնոլոգիա է։ Իր ցանկացած ղժղժոց դա տեխնոլոգիա է։ Քանի որ իր ռեյտինգի մոտ 30% ռեյտինգի 71%-ն է ասում, որ մենք կգնանք ընտրության։ Ինքը մոբիլիզացնում է իր ընտրողին դրանով։ Ինքը գիտի, որ արդեն իր հակառեյտինգը Հայաստանում ավելի բարձր է, քան Հիտլերի հակառեյտինգը Իսրայելում։ Այսինքն ինքը նոր ռեյտինգ չի կարա ձևավորի, բայց կարող է մոբիլիզացնել իր ընտրողի, ինչը որ ինքը անում է, վախի մթնոլորտ է ստեղծում, իր ընտրողը վախենում է, եթե ես չփաթաթվեմ Փաշինյանի ոտքերին, սրանք եկան, մենք տուժվելու ենք, նույն պետական ծառայողներին, այդ վախը մտցնում է բոլորի մեջ, որ տանի ընտրության, մենք էլ ունենք մեր տեխնոլոգիաները, շատերին թվում է, որ ես գիտեմ կարծիքներ, Նարեկի հյուրերն են ակտիվ, ագրեսիվ դա ներկայացում, մենք էլ մեր տեխնոլոգիաները ունենք, մենք էլ հատ սիրուն ներկայացում ենք մեր ծրագրերը, ամեն օր ձեր ասած մեծ հանրահավաքներ, դուք գիտեք, մի քանի անգամ արել ենք, հունիսի 3-ին անելու ենք մեր գլխավոր հանրահավաքը, բայց եթե մենք ամեն օր դա անենք, այն որ ասում են պառակ թողենք, էմոցիանք թողենք, թողել ենք ճիշտ օրվան, որովհետև եթե ամեն օր անում ես, հիշում եք, ոնց են շարժումը կոչվում, որ փողոցներում մի ամիս գնացին եկան, հետո գնացին տները, որպեսզի այդպես չստացվի, մենք հետևողական ճիշտ քայլերով գնում ենք առաջ, մեր տեխնոլոգիաներով, բայց գլխավոր մեր տեխնոլոգիան մեր ժողովրդին հասցնել մեր ծրագրերը, քանի որ դա իրոք միակ զարգացման ծրագրերն են մեր երկրի, իրենք բոլորը պետք է դա հասկանան, որ սա է միակ ապագան մեր երկրի, ու շատերը դու կարող է զարմանաք, բայց շատերը հասկանում են, ամեն օր մենք դա տեսնում ենք, մենք եթե մեզ վախեցնում են, որ մենք գյուղերում թույլ ենք, հիմա երևի մենք ամենաուժեղը գյուղերում ենք, այո, քանի որ մարդիկ ամեն օր ներկայացում են մեր ծրագրերը, հիմա ինչ, նստենք, ես գիտեմ այդպիսի առաջարկություններ կան, որ մենք Նիկոլի հետ պայքարենք Նիկոլի ձևով, Նիկոլի նման, աշխարհում մի հատ Նիկոլ է, ոնց պայքարենք իր ձևով, դու պետք է լինես բացարձակ, չեմ ուզում այդ բառը ասեմ, բայց անբարոյական, կարող ենք մենք լինենք այդքան անբարոյական, որ մարդկանց անմեղ տեղը լցնենք բերտերը, որն է իր ձևը, ձև չկա, կանանց վրա հարձակվելն է իր ձևը, երիտասարդների վրա հարձակվելն է իր ձևը, այսինքն գնանք այդ նույն ձևով պայքարենք, որ տեսնեն մենք էլ Նիկոլին համարժեք տեխնոլոգիա ունենք, մերը ինտելիգենտ, գրագետ տեխնոլոգիաներն են, որ մեր ժողովուրդը համոզվի, որ մենք կարող ենք մեր պետությունը զարգացնել, սա է մեր տեխնոլոգիան։ Շատ լավ, մի բան էլ, մի դիտարկում էլ անեմ, մեզ հաճախ մեղադրում են, ասում են, որ դուք Նիկոլի թելադրած օրակարգով եք առաջնորդվում, իր խոսույթն եք անդադաշտ բերում, ու առհասարակ ինքն է երկրում օրակարգ ձևավորում։ Բայց մի հատ sense մի փոքրիկ նյուանս կա, որ ես նկատել եմ, հա, իր խոսույթը նաև ձեր վրա է ինչ որտեղ ազդում։ Օրինակ,
ես վստահ եմ, որ եթե ինքը այդքան չխոսեր ձեր Ռոբերտ Քոչարյանի Ծառուկյանի միավորման մասին, դուք որոշ հայտարարություններ չէիք անի։ Օրինակ նույն Քոչարյանի հետ կապված որոշ հայտարարություններ, նաև ինքը կարողանում է ձեզ ոնց որ ասած մի տեսակ թասիբեակցում, թե ստիպում է, որ դուք հերքեք այդ մեղադրանքները, մտնում եք ոնց որ դուք եք մտնում այդ օրակարգի մեջ, չեք զգացել այդ նկատել։ Ոչ թե մենք մտնում ենք այդ օրակարգի մեջ, մենք պարտավոր ենք ինչ որ բաների արձագանքենք։ Եթե իրենք ամբողջ հանրապետությունում տարածում են, որ մենք ձայներ հավաքում ենք տանք Քոչարյանին, մենք չասենք, որ մենք ձայները հավաքում ենք ուժեղ Հայաստանի համար։ Ոչ մեկը չի պլանավորում ձայները տա Քոչարյանին։ Մենք դա ասել ենք, ասում ենք, ամեն օր ասելու ենք։ Քոչարյանը արել է հայտարարություն։ Ծառուկյանն էլ է արել հայտարարություն, որ ընդդիմադիր ուժը առաջի տեղը կգրավի, իրենք պատրաստ են աջակցեն։ Մենք դա հաշվի առնելով գնում ենք մեր ճանապարհով, որտեղ վստահ ենք, որ մենք ոչ միայն առաջին ընդդիմադիր ուժն ենք լինելու, ընդհանրապես առաջին ուժն ենք լինելու։ Դրա համար արձագանքում ենք, որտեղ իրենց հաջողվել է գյուղերում ամենայն դեպս այդ նարատիվները մտցնել։ Իրենք գնում են բոլոր քայլերի, բայց մենք արձագանքում ենք այն քայլերին, որը կարող է մեզ վնաս հասցնել։ Թե չէ իրենք ամեն օր այնքան խոսույթներ ունեն, մենք ոչ մի խոսույթի չենք արձագանքում, բայց կան հարցեր, հիմա մարդկանց տարածում են, որ այդ բժշկական ապահովագրությունը մենք հեչ ենք անելու իշխանության գալուց։ Դրա համար ես ուզում եմ հենց հիմա հայտարարեմ, որ մենք 65 տարին իջեցնելու ենք 60 տարով, որտեղ մենք համարում ենք դա ճիշտ քայլ մեր ժողովրդի համար։ Մենք չենք կարող, իրենք երևի 8 տարվա մեջ մեկ բան ճիշտ են արել ժողովրդի համար։ Դա մենք ավելի ենք ուժեղացնելու, ավելի ենք լավացնելու, որ ոչ միայն օգտվի ժողովուրդը, օգտվեն նաև բժիշկները, որովհետև իրենց անմտածված քայլերով իրենք բժիշկներին ամբողջությամբ լիցքաթափել են։ Ոչ մի բժիշկ ցանկություն չունի մասնակցի այս process-ներին։ Դուք տեսնեք, եթե այսպես շարունակվի, մի քանի տարի հետո բոլորը դուրս են գալու եւ ստեղծելու են իրենց մասնավոր բժշկական կենտրոնները, որ չծառայեն ժողովրդին։ Իրենք հաշվի չեն առել բժիշկների աշխատավարձները, բժիշկների ծանրաբեռնվածությունը։ Դա պետք էր անել, անհրաժեշտ էր անել, բայց պետք է անել ավելի գրագետ։ Մենք լավացնելու ենք դա, բայց իջեցնելու ենք տարիքը, որ ավելի շատ, որովհետև Հայաստանում, դուք գիտեք, արդեն 60 տարեկանից հետո մարդիկ սկսում են ունենալ առողջական լուրջ խնդիրներ։ Բոլորը կարողանան օգտվել դրանից։ Լավ կլինի։ Այդ հարցերին արձագանքում ենք մենք։ Այդ թեման արդեն բարձրացրել են, Հայաստանում կա 200,000 կամ 300,000 ընտրող, որոնք չեն պատրաստվում գնալ ընտրությունների։ Ընդ որում ես շատ եմ հանդիպում այդ մարդկանց փողոցում։ Նրանք ասում են, ներեցեք, սրանել թաղեմ, ընդհանրապես չեմ ուզում գնալ, բոլորը մի ցանրի կտավ են եւ այլն։ Ինչ կասեիք այդ մարդկանց։ Այդ մարդկանց կասեի, որ գնան ընտրությունների, որ իրենցից շատ բան է կախված, եւ դա մենք ամեն օր ասելու ենք, քանի որ իրենցից է կախված ճիշտ իշխանություն ձևավորելը։ Եթե միայն բոլորը մտածեն, որ բոլորը մեղավոր են բացի իրենցից, մենք կունենանք ինչ ունենք հիմա։ Պետք է բոլորը ակտիվ լինեն, գնան ընտրությունների,
Թեկուզ եթե ուզում են նույնիսկ Նիկոլ ընտրեն, բայց գնան ընտրությունների։ Չի կարող հասարակությունը անտարբեր լինել։ Ես պատկերացնում եմ այսքան տարիների ընթացքում այս պարտվողականությունը, այս նվաստացումը, այս ապաթիան, որ իրենք բերեցին մեր ժողովրդի գլխին, պետք է հիմա սկսենք հետ վերադարձնել։ Պետք է ժողովրդին զարթնեցնենք, հասկացնենք, որ դուք եք տերը ձեր երկրի։ Թե չէ միայն նստեն բոլորը մեղադրեն, ես կարամ բոլորին մեղադրել։ Որտեվ ես շատ բանի կարիք չունեմ, կարող եմ առավոտի ծիրիկուն սատիկի մոտ հարցազրույց տամ ու բոլորին քննադատեմ։ Քննադատելուց հեշտ գործ չկա։ Հարցի լուծումն է կարևոր, զարգացումն է կարևոր։ Թե չէ, բոլորն էլ շատ խելոք, շատ մտքերի գիգանտներ կան, էլի որ նստում ու սենց էս չեն անում, են չեն անում, դե արեք, եկեք, միացեք, մենք դեմ չենք, անենք, գոռոզ չենք, բոլորի հետ պատրաստ ենք համագործակցենք, բոլոր ճիշտ ուժերի հետ, ովքեր մեզ վնաս չեն տալիս։ Վերջին հարցը իմ։ Էլի տեխնոլոգիա երևի ձեզ անվանում են կալուգացի։ Այսինքն նկատի ունեն, որ դուք հայաստանցի չեք, չնայած ձեր կենսագրության մեջ գրած է գյուղ Կալինինո հայկական ԽՍՀ։ Անվանում են կալուգացի ցույց տալու համար, որ դուք օտար եք։ Այդ բառը, այդ պիտակը ձեզ խոցում է, ձեզ վիրավորում է։ Իհարկե ոչ։ Ես չեմ թաքցրել, չեմ թաքցնում, որ ես 10 տարի ապրել եմ Կալուգայում։ Եվ միգուցե դա եղել է իմ կյանքի լավագույն տարիներից մեկը։ Այսինքն ինչից ես պիտի վիրավորվեմ։ Ես Արցախը չեմ հանձնել։ Հայկական հողերը չեմ հանձնել։ Այսքան փորձանք մեր երկրի վրա չեմ բերել։ Կալուգացին բոլոր ժամանակներում եղել է հայի եւ Հայաստանի կողքին։ Կալուգայի Սամոն, ինչպես իրենք ասում են, իրենք նույնիսկ չեն հասկանում դա ինչքան պատվաբեր է։ Իրենք հաստատ իրենց կյանքում ոչ մի հնարավորություն չէին ունենա առնչվել Կալուգայի Սամոյի հետ։ Կարող է 1000 կիլոմետր փախնեին։ Դա հիմա քաղաքական խոսույթ է, որ իրենց թվում է ինչ-որ վիրավորական բան են ասում, չեմ վիրավորվում։ Ոչ մի բանից էլ չեմ վիրավորվում։ Պայքարի մեջ, եթե 7 ամիս ինձ տանում պահում են 2 բառի համար չեմ վիրավորվել։ Հիմա ինչ Կալուգացի Սամո ասեցին։ Դա ընդամենը Տաշիրի Սամուել են ասում, Կալուգայի Սամուել են ասում, դա հարգանք է, ոչ թե ինչ-որ վատ բան։ Բայց իրանք էլ էին ուրախացել։ 10-ից հետո տխանից մեկ ասում էին Կալուգացի Սամոյի հետ վարկեք։ Իրանք էլ Դե դա այդ ժամանակահատվածի դե ինձ իմ ընկերներն էլ հիմա բոլորն էլ ժամանակին ասել են, որ ապրել եմ Կալուգայում, ասել են Կալուգացի Սամո, չեն ասել Չմո Նիկոլ, ասել են Կալուգացի Սամո։ Պարոն Կարապետյան, դուք վստահ եք ձեր հաղթանակում, բայց ես վերջին սոցհարցման տվյալները ներկայացնեմ, քիչ առաջ է հրապարակվել, իշխանությունը 28.8%, Ուժեղ Հայաստանը 14.9%, Հայաստանը 12.1%, ԲՀԿ-ն 8.7%, Միասնության թևերը 5